Բարև ձեզ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, եթերում Բիզնես Լաբն է։ Ես Անիկ Կեսոյան եմ եւ շարունակում եմ ձեզ ներկայացնել Հայաստանի գործարար աշխարհը։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Redstore տեխնիկայի խանութների ցանցի տնօրեն Արման Գյուրջյանին։ Բարև ձեզ, պարոն Գյուրջյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ, սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Շնորհակալ եմ։ Պարոն Գյուրջյան, ավելի քան 15 տարի Redstore-ը համարվում է ոլորտի առաջատարներից մեկը, ունի 2 սպասարկման կենտրոն եւ 7 մասնաճյուղ։ Կպատմեք մի փոքր նախապատմությունը, ինչպես եք որոշել ստեղծել այն, ինչ գաղափարի շուրջ եք այն ստեղծել եւ արդյոք այն փոխվել է, թե մինչ օրս նույնն է մնացել։ Նախ սկսեմ ամենասկզբից, Redstore-ը իր գործունեությունը սկսել է դեռ 2012 թվականին Քաղաքաբովյանից, ես ինքս էլ ծնունդով Քաղաքաբովյանից եմ, դեռ ուսանողական տարիներից ենք սկսել Redstore-ի գործունեությունը, այն ժամանակ դեռ չկար Redstore գաղափարը, չկար այն ինչի, որ դեռ հասել ենք, չենք մտածում, որ կհասնենք այս ամեն ինչին, ես ինքս էլ չէի պատկերացնում, ուղղակի սկսեցինք աշխատել եւ տեսնել ինչ կստացվի։ 2013 թվականին արդեն քաղաք Երևանում հիմնեցինք մասնաճյուղ, այն ժամանակ X-Technics էր մասնաճյուղի անունը, այդպես սկսեց գործունեությունը եւ ժամանակի ընթացքում մենք արդեն ձևավորեցինք մեր մոտեցումը, թե ինչպես պետք է մոտենանք հաճախորդին եւ ընդհանրապես շուկային, եւ սկսեցինք կամաց-կամաց փոքր քայլելով գնալ առաջ։ Redstore անվանումը կարբիրը բիզնեսում շարժման արագության, էներգիայի եւ որոշումներ կայացնելու գույնն է, այն մարքեթինգային հնարք էր, թե ինստինկտիվ է ստացվել կամ ինչ-որ այլ պատմություն ունի։ Նայեք Անի ջան, ինչպես նշեցի, արդեն մեր կազմակերպության անունը X-Technics էր, իսկ ինքը, ինչպես որ արդեն նկատեցիք, դժվար արտասանություն ունի, եւ երբ որ փորձեցինք արդեն 2018 թվականին ռեբրենդինգ անել, առաջի հենց խնդիրը դա էր, որ մեկ անուն մտածել, մեկ անուն, որ հաճախորդները ավելի հեշտ կհիշեն, եւ բացի հեշտ հիշելը պետք է լինի այնպես, որ մարդը ուղղակի մեկ անգամ հիշի ու մեկ անգամ լսի ու իր մոտ արդեն պատկերացնի այդ անունը, այսինքն մենք խնդիր չունենանք այդ անունը անընդհատ մարդկանց հիշեցնելու, գիտեք ոնց X-Technics եւ Redstore-ը ինքը նաև ինտուիտիվ որոշում էր, ինչպես որ նաև մտածում ենք, որ ինքը կապ ունենա էներգիայի որոշման կապման հետ, որոշում կայացնելու հետ, ինչպես գիտենք, Red-ը ասոցացվում է նաև էներգիայի հետ, եւ ուղղակի գույներն էինք մենք, ես ինքս նայում եմ գույները, որ գույներով կարող եմ ասոցացնել եւ միանգամից իմ մտքում եկավ Red-ը, որովհետեւ ես ինքս է կարմիրը շատ եմ սիրում, եւ որ որոշեցինք Red, միանգամից Store, արդեն ստացանք Redstore, այսինքն ինքը տենց հատուկ պատմություն չունի, ուղղակի եկել է նրանից, որ մենք որոշել ենք մարդկանց համար ավելի լսելի եւ ավելի ընդունելի դարձնենք։ Սկզբում երբ մտնում էիք շուկա եւ ընթացքում ավելի շատ հենց ռեբրենդինգի ժամանակ, որն էր այն հիմնական գաղափարը կամ մոտեցումը, որ մտածել եք մենք սա այլ կերպ ենք անելու, ուրիշ ձև ենք անելու, սա լինելու է մեր հաղթաթուղթը կամ տարբերանշանը։ Նայեք, այսպես մեկնաբանեմ ձեր հարցը, երբ որ նոր շուկա ենք մտնում 2013 թվականին, թվային տեխնիկան մեր խանութ սրահները ավելի շատ ասոցացվում են թվային տեխնիկայի հետ, այն ժամանակ դեռ դյուրակիր համակարգիչներ, հետո բջջային հեռախոսներ, պլանշետներ եւ այլն, կային խանութներ, որ առաջարկում են թվային տեխնիկա, բայց չկային խանութներ, որ ունեն շատ մեծ տեսականի, այսինքն հաճախորդները ինչ խնդիր ունեին դեռ հեռավոր 2013-14 թվականին, մտածում են մենք կգնանք ձեռք կբերենք արտասահմանից, չգիտեմ, Չինաստանից կամ դեռ այն ժամանակ on-line շոփերն էլ չկար, կգնանք Էմիրատներից ձեռք կբերենք, հիմնական մարտավարությունը ես ինչ որդեգրեցի, ունենանք խանութ սրա, որ հաճախորդը կարողանա ամեն ինչ գնի, այսինքն ինքը իր երկրից կարողանա այդ ամեն ինչը գնի, ինքը խնդիր չունենա գնալու, ձեռք բերելու դրսից կամ դրսի շուկաներից եւ այլն, դրա համար մեր ամենաառաջնահերթությունը դրվեց այն ամեն ինչը ունենալ, ինչ որ շուկան չի առաջարկում, ոչ միայն այն ինչ որ շուկան է առաջարկում, այլ այն ամեն ինչ որ շուկայում չկա, այսինքն տեսականու վրա մենք դրեցինք շեշտը, վաճառել այն, ինչ որ հաճախորդը կցանկանա։ Իսկ ձեր փորձով Հայաստանում հաճախորդը ապրանք ընտրելիս առաջնորդվում է բրենդով, գնով, թե առաջարկով։ Միգուցե գովազդի։ Նայեք, ընդհանրապես ես այս հարցին այսպես եմ միշտ մոտենում, դա նույնը խորհուրդ եմ տալիս իմ թիմին, չկան հաճախորդներ, որ հստակ մոտեցում ունեն, եթե վերցնենք տոկոսային հարաբերակցության ու 100%-ը կարելի է բաժանել, կան եւ պայմանական վերցնենք 20% որ գնին են նայում, 20% որ բրենդին են նայում, 20% հաճախորդներ որ նայում են, թե որտեղից են գնում կատարում,
20% ավելի հարմար միջավայր կամ սպասարկումը լավը լինի։ Դրա համար ինչ որ հստակ դնել կատեգորիա, որ մեր հաճախորդները կամ երկրի քաղաքացիները նայում են, թե որտեղից գնան ձեռք բերեն տվյալ ապրանքը իրենց համար նշանակություն ունի, չէ, բայց վերջում, քանի որ մենք գործ ունենք տեխնիկայի հետ, վստահությունը շատ մեծ դեր է խաղում։ Այսինքն դու հնարավոր է առաջարկես մատչելի արժեքով, բայց եթե քեզ չվստահեն, միանշանակ չեն գալու ձեր խանութ միանշանակ պետք է ամենակարևոր բանը վստահություն ձեռք բերես։ Իսկ այդ վստահությունը միանգամից չի լինում, դա պետք է կամաց փորձես հաճախորդին մոտեցնել դրան։ Ինչպես եք կարողացել տարիների ընթացքում ձեռք բերել այդ վստահությունը եւ որն է եղել այն հիմնական շեշտադրումը, որ հաճախորդը օրինակ ընտրում է ձեզ, այլ ոչ X խանութը, օրինակ։ Մոտեցման տարբեր տեսակներ կան, յուրաքանչյուր հաճախորդին պետք է տալ ինդիվիդուալ մոտեցում, բոլորին ցույց տալ նույն մոտեցումը, դա ես բիզնեսի տեսանկյունից մի սխալ եմ համարել։ Ամենակարևորը քեզ մոտ եկած հաճախորդը պետք է ամեն ինչ անես, ամեն գնով, որ ինքը նորից վերադառնա։ Իսկ դրա համար պետք է վստահությունը տվյալ հաճախորդի։ Վստահության համար ամենաառաջինը լավ սպասարկում։ Հաճախորդը պետք է վստահ լինի, որ ինքը թանկ չի գնում այդ ապրանքը։ Իսկն ոչ թե եթե պայմանական վերցնենք X գումարն արժի քեզ մոտ ինչ որ մի հատ կազմակերպություն X-100 դրամ, այստեղ արդեն հարցը չի գալիս 100 դրամը կամ 1000 կամ 100,000 դրամ, այստեղ հարցը գալիս է թե ինչու համար է ինքը քեզ ավելին վճարում, դու ինչ ես տալիս իրեն այդ ավելի համար։ Երբ որ այդ վստահությունը կարողանում ես արդեն հաճախորդին ոգեշնչես, հաճախորդը արդեն դառնում է քոնը։ Խոսեցինք հաճախորդի հետ վստահությունից եւ հաճախորդ խանութ կամ բիզնես փոխհարաբերություններից։ Հիմա կուզեի նաեւ իմանալ ինչպես եք ձեր գործընկերներին ընտրում, որպես ինչ սկզբունքով եք օրինակ տվյալ բրենդների հետ աշխատում, կա ինչ որ գիծ, որ օրինակ այդ գծից այն կողմ չեք աշխատի։ Բնականաբար ինձ համար բիզնեսում շատ կան կարմիր գծեր, որովհետեւ ես ինքս բնավորությամբ այնպեսին եմ, ամենաառաջնային հերթությունը ինձ համար դա կարգապահությունն ու վստահությունն է։ Եթե ինձ համար չկա կարգապահություն, եթե հենց վերցնենք գործընկերը շատ լավ գործընկեր, միանշանակ չեմ աշխատի իր հետ։ Ինձ համար ամենակարևորը կարգապահությունն է։ Պետք է լինի կարգապահություն, իսկ այն կարգապահությունը, որ դու պահում ես միշտ, ինքը ուղղակի դատապարտված է լավը լինելով։ Չի կարող այդ գործը չպսակվի հաջողությամբ։ Դա ցույց է տվել իմ գրեթե 15 տարվա փորձը բիզնեսում։ Եթե մի բանը դու անում ես կարգապահ ձևով, բնականաբար այդ ամենը դու ստանալու ես պտուղները, չես կարող չստանաս պտուղները։ Թեկուզ եթե անում ես ոչ լավ, բայց անում ես կարգապահ, բնականաբար պտուղները ստանալու ես։ Վերջերս բացվեց ձեր կարծեմ 7-րդ մասնաճյուղը։ Առաջին մասնաճյուղի բացումը եւ 7-րդ մասնաճյուղի բացումը տարբեր զգացողություններ էր։ Ինչ զգացողություններ։ Շատ մեծ տարբեր զգացողություններ էր, Անի ջան։ Ուրեմն առաջինի ժամանակ դա ոնց որ մի հատ կյանքի երազանք լինի, որ ստացվում է։ Իհարկե այնպես չի 7-րդը բացելուց նույն զգացողությունը չես ունի, բայց 7-րդը ոնց որ կոպիտ է գալիս, ոնց որ խորտ լինի։ Առաջինը միշտ ուրիշ է լինում։ Առաջին մասնաճյուղը ներկապային ինձ համար Սայաթման մասնաճյուղն է, ու բոլոր ինձ ճանաչող իմ ընկերներն էլ հարազատները գիտեն, որ Սայաթման ինձ համար ուրիշ է, ինքը իմ համար թիվ 1-ն է։ Իսկ տարբեր մասնաճյուղերի մասով կլինի 6-րդը, 5-րդը, թե 7-րդը, նույն մոտեցումը կա, բոլորի համար նույն ջանքն ու եռանդն եմ դնում, բոլորի համար ոչինչ չեմ խնայում իմ մասով, ամեն ինչ անում եմ, որ ամեն ինչ ստացվի լավ։ Եվ ամենաառաջնային հերթությունը դնում եմ եւ հաճախորդների հարմարավետության համար, եւ աշխատակիցների հարմարավետության համար։ Դա եւ գիտեն իմ աշխատակիցներն եւ հաճախորդները, որովհետեւ ամեն մի հատ նոր մասնաճյուղի ժամանակ ես փորձում եմ մի հատ նորովի հանդես գալ։ Երբեք չեմ փորձում կրկնօրինակել։ Իհարկե ոճը պահելով, բայց փորձում ենք այն թերացումները, որ նկատել ենք 4-ի ժամանակ չկրկնենք 5-ի ժամանակ, որը նկատել ենք 5-ի ժամանակ չկրկնենք 6-րդի ժամանակ։ Իմ հաղորդումների ընթացքում հյուրընկալում եմ տարբեր գործարարների եւ շատ ենք քննարկել այս հարցը գործարարի հանրային լինելը վնասում է թե օգնում է բիզնեսմենին։ Ձեր դեպքում դուք մասնակցել եք օրինակ կրթվել է նորաձև նախաձեռնությանը, ինչպես եք որոշել այնտեղ մասնակցել եւ ինչու էր ձեզ համար կարեւոր այդ հարթակում հանդես գալը։ Շնորհակալ եմ հարցի համար, Անի ջան։ Ուրեմն, տեսեք, ես ստացա հրավեր մասնակցելու կրթվելը նորաձև շարժմանը եւ չմերժեցի ինչի համար, որովհետեւ նախ որտեղ որ ես բանախոսությամբ պետք է հանդես գայի, դա հաջողակի սկսնակին ծրագիրներ, իսկ ես ուղղակի ներկայացրեցի իմ անցած ճանապարհը։ Ոչինչ չի եղել, որ ես ներկայացնեմ, չգիտեմ, բիզնեսի տեսանկյունից եւ այլն, ես ուղղակի ներկայացրի իմ անցած ճանապարհ եւ ինձ համար մի հատ սա մեծ ոգևորիչ երևույթ էր,
տեսնելով դահլիճում մարդկանց, ովքեր որ նոր են սկսում, եւ ես յուրաքանչյուրի տեղը պատկերացնում եմ ինձ, որովհետեւ ես ինքս անցել եմ այդ ճանապարհը, եւ ունենալով մի հատ գիտելիքներ չկիսվել հանրության հետ, դա իմ մոտեցմամբ բիզնեսմենի համար ճիշտ չէ։ Դու ունես մի բան, պետք է փոխանցես հաջորդին, ինչպես որ կոպիտ օրինակով բերեմ, ուսուցիչները պետք է փոխանցեն իրենց աշակերտներին, մասնակցել եմ, շատ գոհ եմ եղել հրավերի համար, զուտ բանախոսություն, ուրիշ ոչինչ, եւ իմ փորձել եմ փոխանցեմ սկսնակներին։ Շնորհակալ եմ։ Հաճախ բիզնեսմենի քաղաքականությամբ զբաղվելը չի ընկալվում հասարակության կողմից եւ երբեմն էլ հակառակը ողջունվում է։ Ըստ ձեզ ինչպես է ճիշտ, որն է ճիշտ։ Բնականաբար այս դեպքում ես կասեմ, որ հասարակությունը շատ ճիշտ է։ Ամեն մարդ պետք է զբաղվի իր աշխատանքով։ Եթե մարդ զբաղվում է բիզնեսով, ինքը պետք է զբաղվի բիզնեսով, ինքը չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Եթե մի հատ կետում բիզնեսմենը որոշել որ պետք է զբաղվի քաղաքականությամբ, ինքը պետք է հրաժարվի բիզնեսից։ Երկու ստեյքով զբաղվելը դա շատ սխալ որոշում է եւ ոչ ճիշտ որոշում է, այսինքն դու զբաղվես քաղաքականությամբ, որ օգնես բիզնեսին կամ հակառակը զբաղվես բիզնեսով օգնես քաղաքականության, դա սխալ մոտեցում է։ Ինչպես որ վարպետը պետք է զբաղվի իր աշխատանքով, վարորդը պետք է զբաղվի իր աշխատանքով, վարորդը չի կարող համատեղել մի քանի աշխատանք։ Մենք հենց Հայաստանում ունենք այդ խնդիրը, որ մի մարդ ցանկանում է զբաղվել մի քանի մասնագիտությամբ։ Ամեն մարդ պետք է զբաղվի իր մասնագիտությամբ։ Եթե ինչ-որ մի կետում բիզնեսմենը որոշում որ պետք է զբաղվի քաղաքականությամբ, ապա ինքը պետք է պատրաստ լինի հրաժարվել բիզնեսից։ Երկու ստեյքի դեպքում դա չիրագործելի տարբերակ է։ Ես համակարծիք եմ ձեր հետ, բայց միևնույն ժամանակ կարևոր է նաև բիզնեսի եւ պետության փոխհարաբերությունները, ինչպես կգնահատեք այն հիմա։ Ներկա պահին, եթե ես հաշվի առնեմ օրինակ աշխատում 2012 թվականից ու հիմա բիզնեսն ավելի անկախ է, բիզնեսն ավելի ազատ է։ Եթե ցանկանում ես որոշում կայացնել, պետք է ինչ-որ մեկից կախվածություն ունենաս։ Քո կախվածությունը պետությունն է, ես դու զգում ես, որ պետությունը ներկա պահին քո մեջքն է հանդիսանում։ Իսկն կա այսպիսի մի հատ կարծրատիպ, որ Հայաստանում ցանկացած բիզնես պետք է ունենա մեջք։ Չկա այդ գաղափարը։ Ներկա պահին ես չեմ զգում այդ գաղափարը։ Ներկա պահին ցանկացած բիզնեսի մեջքը հանդիսանում է պետությունը։ Եթե կա կայուն պետություն, կա հզոր պետություն, կա այն պետությունը, որ ներկա պահին մենք ունենք ու գնում առաջ, բնականաբար հենց ինքը հանդիսանում է բիզնեսի մեջքը, թե չէ ինչ-որ անհատ մարդիկ, անհատ անձինք լինեն բիզնեսի մեջ գաղափար, դա ինձ համար ընդունելի չէ։ Եթե մի բան կարողանայիք փոխել պետական քաղաքականության մեջ, որը կլիներ։ Ավելի շատ կցանկանայի, որպեսզի օրենքները լինեին վերջնական եւ երկարաժամկետ, որովհետեւ օրենքի անընդհատ փոփոխությունը, չգիտեմ, 1 տարին 1, 2 տարին 1 կամ 6 ամիսը 1 կամ 4 տարին 1 ինքը բիզնես անընդհատ ցցումների մեջ է գցում։ Մինչեւ դու հարմարում ես տվյալ օրենքին, մինչեւ դու փորձում ես այդ օրենքով արդեն քո բիզնեսը հարմարեցնել, գալիս է երկրորդ օրենքը, գալիս է երրորդ օրենքը։ Այդ դեպքում արդեն խնդիր ես ունենում։ Ձեր կանխիկ եւ անկանխիկ գների տարբերության թեման կուզեի անդրադառնալ, վերջին շրջանում այն ակտիվ էր, կցանկանայիք մեկնաբանել դրա հետ կապված։ Հա, իհարկե կցանկանայի, նախ այստեղ թյուրըմբռնում կա, որովհետեւ ոչ թե կանխիկ, անկանխիկ, այլ կանխիկ եւ ապառիկ գների մեջ կա տարբերություն։ Հայաստանյան շուկայում դա հենց ժողովրդի կողմից կամ է թյուր են բռնում, որ անկանխիկ արժեքն այլ է։ Անկանխիկ արժեքը ոչ տեխնիկայի խանութում, ոչ այլ խանութ սրահներում այլ չի։ Տարբերվում է ապառիկ արժեքի։ Իսկ ապառիկի արժեքը ինչի համար է տարբերվում, որովհետև տվյալ դեպքում ես վերցնեմ մեր օրինակից, մենք առաջարկում ենք հաճախորդին 6 ամիս անտոկոս պայմաններ կամ 1 տարի անտոկոս պայմաններ կամ 4 ամիս անտոկոս պայմաններ իր գնող բջջային հեռախոսի կամ այլ տեխնիկայի համար, այդ դեպքում բանկը գանձում է միջնորդավճար։ Իսկ այդ միջնորդավճարը բնականաբար շահույթի հաշվին ամբողջը ձևակերպել չես կարող, բնականաբար պետք է ունենաս արժեքի փոփոխություն։ Եվ այս դեպքում հենց դրա մասին է խոսքը, որ ապառիկ արժեքն է տարբերում։ Իսկ անկանխիկ արժեք այդպիսի գաղափար, այսինքն անկանխիկը տարբերվի, չկա այդպիսին ներկա պահին։ Վերջին շրջանում ձեր անունը շատ է շոշափվում մամուլում, ինչպես եք վերաբերվում, երբեմն ճիշտ, երբեմն չափազանցված լուրերին, ինֆորմացիային։ Նայեք, մամուլում շրջանառվելը այսպեսին է, եթե մամուլում շրջանառվում է քո ընկերությունը, դու ուրեմն դա նաև նշանակում է մի բանի մասին, որ դու մեծացել ես, այսինքն հասարակության կողմից ընդունելի ես, նաև ոչ բոլորի կողմից։ Ուղղակի ներկապային մեր մամուլը շատ ծանրաբեռնված է, այդ դեպքում նաև ոչ ճիշտ ինֆորմացիայով կամ թերի ինֆորմացիայով, ուղղակի ես կցանկանայի, որ մամուլում տեղ գտնեին հստակային ինֆորմացիա, իհարկե դա ոչ բոլոր դեպքերում կլիներ այն տեղեկատվությունը, որոնք որ կլինեին ճշգրիտ կամ կլինեին ամբողջական, որովհետև թյուրըմբռնելի տեղեկատվությունը դա նաև
վնասում է առողջ բիզնեսին, իսկ բիզնեսին վնասել, բիզնեսին նորից փորձել առողջացնել, ինքը դա միայն բիզնեսմենները գիտեն, դա շատ բարդ է, իրականում շատ բարդ է, որովհետև այն ամեն ինչ ինչ որ տենում է սպառողը, դա ընդհանրապես ինքը տեսնում է բիզնեսի 5%-ը, թե ինքը ինչպես է դառնում, հենց մեր պարագայում ասում, ապրանք ինչպես է ձեռբերվում, գալիս, հասնում, քո պահեստ, ոնց ես դու աշխատակցի հետ աշխատանք տան, որ կարողան ինքը ճիշտ վաճառի, սովորի այդ ապրանքի վրա, այդ ամեն ինչը սպառողը չի տեսնում։ Դրա համար երբ որ կատարում են հենց նույն մեդիա դաշտը մի հատ թույլ տեղեկատվություն հրապարակում կամ ոչ ամբողջական, ինքը կարող է բիզնեսը վնասի։ Դրա համար ես զուտ կխնդրեմ մեր մեդիա դաշտին, որ միայն հրապարակեն ոչ միայն իմ բիզնեսի հետ կապված, այլ բոլոր բիզնեսմենների հետ կապված, միայն հրապարակեն ամբողջական եւ ճիշտ տեղեկատվություն։ Տեխնոլոգիական շուկան շատ արագ է փոփոխվում, ինչպես եք պատկերացնում Red Store-ի ապագան մոտակա ժամանակաշրջանում, պատրաստվում եք արդյոք մարզերում ընդլայնվել կամ ինչու ոչ Հայաստանից դուրս։ Ներկա պահին ես չեմ կարող հստակ պլաններ ձեզ ասել, որ մենք կընդլայնվենք կամ 7-րդ կդառնա 8-րդ կամ 9-րդ, որովհետև չունենք այդպիսի պլանավորում։ Դա իհարկե միայն մեզանից չի կախված, դա կախված է նաև հաճախորդներից։ Օրինակ մեր վերջին մասնաճյուղը մենք ինչի համար բացեցինք Մասիվում, հաճախորդների շատ մեծ բանակ մեզ ասում էր հենց ամենաառաջինը նույն խցանումների հետ կապված Ավանի բնակիչները, Մասիվի բնակիչները, Ջրվեժի բնակիչները, որ ենք ցանկանում ենք քաղաքի ավելի վերին հատվածում մենք մասնաճյուղ ունենայինք, այսինքն հաճախորդների հենց ցանկությունը մեզ ստիպեց, որ մենք բացենք 7-րդը։ Իսկ թե կլինի 8-րդ, 9-րդ, ինչպես կընդլայնվենք, դա արդեն մոտ ապագայում կերևա, դա արդեն ցույց կտա ոչ միայն մեր աշխատանքը, այլ նաև հաճախորդների պահանջը։ Եթե լինի պահանջ, բնականաբար մենք պահանջին դեմ չենք գներ, եւ եթե ունենանք ներկա պահին այն ինչ որ ունենք մեր երկրում։ Հայաստանում ըստ ձեզ իրատեսականն է արտադրություն, տեխնիկայի արտադրություն։ Կարևոր է իհարկե վաճառքը, բայց հնարավոր է օրինակ մի օր ձեզ տեսնենք արտադրության մեջ։ Շատ լավ հարց էր, եթե ես չեմ սխալվում, մենք մոտ մի 5-6 տարի առաջ ունեցել ենք տեխնիկայի արտադրություն, համենայն դեպս ինձ մեդիա դաշտից նման բան հայտնի է եղել, չգիտեմ ինքը ինչու չիրագործվեց, ինչը խանգարեց, բայց հաշվի առնենք, որ այսօր Հայաստանում ամեն ինչ հնարավոր է։ Եվ ես տեսնում եմ այն, որ հնարավորություն կունենա Հայաստանում, ինչու ոչ ունենանք մեր հայկական բրենդը ներկայացված լինի, որովհետև մենք այսօր գրեթե բոլոր ոլորտներում ունենք հայկականը։ Ինչու այստեղ չունենք։ Սա եւս կունենանք, հա, սա եւս կունենանք, հաշվի առնենք, որ նաեւ կան մեր կառավարությունի մի քանի հենց տեխնոլոգիայի հետ կապված պլաններ, որ նույն Nvidia-ն է այստեղ լինելու եւ այլն, ինձ թվում է մոտ ապագայում մենք անպայման կունենանք հայկական բրենդ։ Իսկ մենքից բացի դուք մտածել եք երբևէ այդ ուղղությամբ։ Ճիշտն ասած չեմ մտածել, հնարավոր է մոտ ապագայում պլաններ լինի, արտադրության հասնենք, վաճառքից արտադրության, ինքը լրիվ տարբեր պրոֆիլներ է, լրիվ տարբեր բացարձակապես կապ չունի։ Դեռ վաղ է դրա մասին խոսել, բայց նորից ասում, եթե լինի պայմաններ, լինի նույն հաճախորդների պահանջը, բնականաբար կփորձենք նաև դրանով զբաղվել։ Շնորհակալ եմ շատ։ Մենք հաղորդման վերջի հատվածում ունենք հատված, որտեղ մեր նախորդ հյուրը հաջորդ հյուրի համար գրում է հարց եւ մաղթանք։ Կցանկանայի պարոն Կարապետյանի հարցը ձեզ ուղղել, Գոր Կարապետյանը Targeting մարքեթինգային ընկերության համահիմնադիր։ Պարոն Կարապետյանը ձեզ հարցնում է ինչպես շարունակել։ Այն ինչով զբաղվում եք, ինչպես շարունակել։ Կարգապահությամբ։ Մեկ բառով։ Պարոն Կարապետյանը մաղթում է ձեզ, որպեսզի դուք լինեք ուրախ այն ամենով, ինչ ունեք եւ այն բոլորով, ում ունեք։ Նախ շնորհակալ եմ պարոն Կարապետյանին եւ ես հիմա էլ եմ շատ ուրախ եւ չեմ պատրաստվում տխրել, շարունակելու եմ ուրախ լինել։ Շնորհակալ եմ պարոն Կարապետյան մաղթանքի համար։ Ձեզ կխնդրեմ, որ դուք էլ հաջորդ հյուրի համար հարց եւ մաղթանք գրեք, առանց իմանալու թե ով է լինելու այդ։ Ոչ մի խնդիր։ Շնորհակալ եմ, եթերում Business Lab-ներ կհանդիպենք հաջորդ շաբաթ։